Բարև ձեզ, այսօր Դաշնակցության ուղղված հարցերին սիրով կպատասխանեմ։ Հայաստանում հաճախ են ասում դրսի դաշնակցություն, ներսի դաշնակցություն։ Որն է դրսի ու ներսի, Սփյուռքի ու Հայաստանի դաշնակցության տարբերությունը։ Գա դաշնակցական, որ կպատկանի նույն գազམ་ագերբության եւ գսեմ մեր տարբերություններով իրար կհարստացնենք եւ իրար ուժ կտանք։ Գիտեք, դաշնակցությունը մեկ գազམ་ագերբություն է, որ համահայկական բնույթ ունի, ներկա է Սփյուռքի մեջ, ներկա է Հայաստան եւ նաեւ Արցախի մեջ ներկա էր եւ միակ քաղաքական ուժն է, որ ներկա է բոլոր համայն աշխարհի մեջ, հայկական աշխարհի մեջ։ Մենք գազམ་ագերբականորեն 30 երկիրներու մեջ ներկա ենք եւ 30 երկիրներու մեջ նույն ցևով կպաշտպանենք Հայաստանը, Հայտարարը ու արցախցիներու իրավունքը վերադառնալ հայկական Արցախ։ Մենք միասին մեր որոշումները կառնենք եւ մեր որոշումները բոլոր դաշնակցականներու սեփականությունը կդառնա եւ Սփյուռքի ընկերները եւ Հայաստանի ընկերները նույն նպատակները կբաժնեն։ Անշուշտ կա տարբերություններ, բայց ոչ միայն Սփյուռքի եւ Հայաստանի մեջ, Լիբանանի մեջ ընկերները կամ Ամերիկայի մեջ, կամ Արժենտինի մեջ, Կանադայի մեջ, Եվրոպայի մեջ, Ֆրանսիայի մեջ կամ փոխչացնեն զիրար։ Մեր հարստությունն է, այսինքն մենք բաժնված ենք բոլոր աշխարհի մեջ եւ ասիկա մեզ համար հարստություն մնե։ Բնշանակե որ մենք ավելի ուժեղ ենք։ Ես երբ որ գխոսիմ Հայաստանի դաշնակցականի հետ ինքը ինձ հարստացնե, հույսով ես ալ իրեն հարստացնեմ։ Երբ որ Արցախի դաշնակցականի հետ գխոսիմ, նույնպես երբ որ Լիբանանի կամ Կանադայի կամ Ամերիկայի, նույնպես մենք մեկ ենք։ 2019 մայիսի 8-ին լուծարվեց Սփյուռքի նախարարությունը։ 6 տարվա հեռավորությունից ինչպես է գնահատում հետևանքները։ Նախարարությունը վերականգնելու անհրաժեշտություն կա։ Հայաստանը գազ չունի, պետրոլ չունի, բայց Սփյուռք ունի։ Սփյուռքը գազམ་ագերբված 30 երկիրներու մեջ, Սփյուռքը Հայաստանի ձովն է։ Հայաստանը ձով չունի, Սփյուռքը Հայաստանի ձովն է։ Պետք է կուշկուրալ Սփյուռքին, պետք է Սփյուռքի հետ աշխատել, գա գառույցը եւ գա քաղաքականությունը։ Ամենակարևորը գառույցը չէ, ամենակարևորը քաղաքականությունն է։ Ժամանակ մը գար, որ Հայաստանի ղեկավարությունը եւ Սփյուռքի ղեկավարությունը միասին աշխատեին, միասին որոշումներ կառնեին Հայտարարի համար, Հայաստանի համար, Արցախի համար։ Ես շատ լավ կհիշեմ այդ ժողովներուն, քանի ման մասնակցած եմ ես Հայաստանի դիվանագետները, արտաքին գործոս նախարար, տեսփաններ, Հայտարարի հանձնախումբեր, Դաշնակցության բյուրո միասին կորոշեին, որ այդ երկիրներու մեջ մենք աշխատանք դիտանենք, որպեսզի այդ երկիրները ճանչնան հայկական ցեղասպանություն եւ կալեց իսկապես։ Եվ կալեց այդ երկիրներու մեջ մենք պետք է բոլորս աշխատանք դանենք, որպեսզի այս երկիրները պրո-Հայաստան լան եւ պրո-Արցախ լան եւ կալեց։ Դժբախտաբար այս վերջին տարիներու ընթացքին այդպես չէ։ Այսօրվա իշխանությունները իրեն գուզեն դգարացնել Սփյուռքը, որովհետև Սփյուռքը իրենցը չէ։ Իրեն գուզեն ցերկ դնել Սփյուռքի վրա։ Չի կարելի Սփյուռքի արաքելությունը այն է, որ հզորացնե հայրենիքին։ Ուրեմն գառույցի հարց չէ իրականության մեջ, հարցը քաղաքական հարց է։ Արդյոք Հայաստանը, Հայաստանի կառավարությունը կամ ասենք հայրենիքը պետք ունի Սփյուռքին։ Այսօր հստակ է, որ գամք չկա Հայաստանի իշխանություններու կողմէ կորձել Սփյուռքի հետ մեկ բաժարով, որ նույն նպատակները չունենք։ Սփյուռքը գաշխատի, որպեսզի Հայաստանը հզոր լա, Հայաստանի կառավարությունը գաշխատի դգարացնելու Հայաստանը։ Սփյուռքը գաշխատի, որպեսզի
հայտարարի գծով ցեղասպանության ճանաչման նոր հաջողություններ արձանագրել, հասկացանք, որ Հայաստանի կառավարությունը հրաժարած էր բահել օրագարկի վրա ցեղասպանության ճանաչումը։ Սփյուռքը կբայկարի, որպեսզի արցախցիները իրավունք ունենան վերադառնալ Արցախ, հայկական Արցախի մեջ Հայաստանի կառավարությունը կնկատի Արցախը Ադրբեջանի սեփականությունը։ Ամեն ինչ դարբերությունները հստակ են, ուրեմն նույն զորակիր չեն գնալ ունենալ, նույն օրագարկ չեն գնալ ունենալ դժբախտաբար Հայաստանի իշխանություններու հետ։ Միայն իշխանապողությամբ գրնա սրբակրվիլասիգա եւ միայն իշխանապողությամբ գրնանք նոր տապ դալ Հայաստան սփյուռք իրականությանը։ Ինչ հետևանքներ կունենա հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարման գործընթացը Սփյուռքի վրա։ Գդգարացնի մեզի։ Այսօր, երբ որ մենք գալգոբային, որպեսի նոր երկիր ճանաչնա ցեղասպանությունը, այդ երկիրները մեզի գսեն, բայց դուք կբանջեք մեզ որ ճանաչնանք ցեղասպանությունը, բայց Հայաստանի կառավարությունը հրաժարած է, հանած է իր օրագարկեն այս թեման։ Ինչու մենք բաբեն ավելի բաբականը լանք, եթե Հայաստանը չուզեր, որ մենք ճանաչնանք ցեղասպանությունը, դուք ինչ իրավունքով գուկակ մեզի կբանջեք, որ ճանաչնանք ցեղասպանությունը։ Մեզի կդգարացնելու եւ այդ երկիրները, որ արդեն ճանաչած են, այդ 35 երկիրները, որ ճանաչած են մեր ջիքերով, դավաճանած կսկան իրենց։ Որտեղ գսեն, որ մենք դարինք այդ բայկարը, ցեզ հետ աշխատեցանք, որպեսզի ճանաչնանք ցեղասպանությունը, Թուրքիո հետ լուրջ խնդիրներ ունեցանք, բայց հիմա կտեսնենք, որ Հայաստանը ինքը հրաժարած է, ասիկա մեզ համար շատ մեծ խնդրեմ է, որովհետև վստահության հարց գտնի, որուն վստահին, այսինքն Սփյուռքին, որ կբանջեք, որ բեդությունները ճանաչնան ցեղասպանությունը, կամ Հայաստանի կառավարության վրա, որ հրաժարված է այս բայկարեն։ Երբ որ Էրդողանը ու Ալիևը հայտարարեն, որ Սփյուռքն է խնդրեմը, ինչու, որովհետև մենք հաջողած ենք իրենց թեմ, իրենք միլիոններ ծախսած են լոբինգի համար Սփյուռքի մեջ, որպեսզի բեդությունները չճանաչնան ցեղասպանությունը, մենք հաղթած ենք իրենց։ Մենք հաղթած ենք Թուրքիո այս դասնյակ դարիներու ընթացքին։ Հիմա դժբախտաբար եւ իսկապես ցավալի է եւ կցավիմ այս հայտարարությունը ունելու, բայց մեր թեմ ունենք ոչ միայն Թուրքիա, Ադրբեջան, բայց նաեւ այս բայկարի մեջ դժբախտաբար ունենք մեր թեմ Հայաստանի իշխանությունները։ Այսինքն Էրդողան Փաշինյան նույն քիծի վրա են։ Փաշինյանը ուժ գուտա Էրդողանին, երբ որ ինքը գսե որ արտաքին հարաբերություններում մաս չի գազմեր ցեղասպանությունը։ Այս կեցվածքները, այս քաղաքականությունը ոչ միայն մեզի գդագարացնե, բայց Թուրքիո եւ Ադրբեջանին գոզորացնե։ Օրինակ մտամ այսօր Ֆրանսայի մեջ բոլոր քաղաքական ուժերը մեզի հետ են։ Բոլոր քաղաքական ուժերը, թե ձեռագուտականները, թե ազգային ժողովի մեջ մեզի հետ են։ Ուժը չկա, որ գոզորակցի Ադրբեջանին կամ Թուրքիո։ Ասիկա մեծ հաջողություն է, բայց գամած գտնափոխվի այս վիճակը։ Եթե շարունակե Հայաստանի կառավարությունը այս վատ հագահայ կարողությունը դանել, կնշանակե, որ մեր թեմ կգանքնի։ Ոչ միայն մեր թեմ, այսինքն Սփյուռքի թեմ, բայց նաև պատմության թեմ, իրականության թեմ եւ վերջապես 1.5 միլիոն զոհերու թեմ, 1.5 միլիոն զոհերու հիշադակի թեմ։ Ես շատ լավ։